Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում նորից էսթետիկ բժշկության մասին հաղորդաշարն է։ Շարժվելով առաջ եւ խոսելով յուղոտ եւ կոմբինացված մաշկի մասին, այսօրվա թեման ընտրել եմ թեյի ծառի յուղը։ Թեյի ծառի հայրենիքը համարվում է Ավստրալիան։ Թեյի ծառը լայնորեն կիրառվում է կոսմետոլոգիայում, դեղագործության մեջ եւ ատամնաբուժական պրակտիկայում։ Թեյի ծառի յուղը, որը համարվում է նաև եթերային յուղ, ստացվում է ավստրալիական թեյի ծառի տերևները գոլորշով մշակելուց։ Թեյի ծառը, որպես լավագույն բաղադրիչ, հիմնականում ներառված է խնամքի միջոցների մեջ, ինչպիսիք են կրեմները, լոսյոնները, սկրաբերը, շիճուկները, գելերը, ինձիմ կամ լոգանքի եւ այլն։ Պարունակվում է նաև մազերի խնամքի համար նախատեսված շամպույնների եւ դիմակների մեջ, ցուցված է հիմնականում յուղոտ մաշկի համար։ Սիրելի հետևորդներ, իմ նախորդ տեսանյութերում ես բազմիցս ասել եմ, որ թեյի ծառը առհասարակ եւ նախատեսված է յուղոտ մաշկի համար եւ շատ լավ պայքարում է ակնեի բշտիկների դեմ։ Թեյի ծառի յուղի բաղադրիչի հիմքի վրա ընկած արտադրված գելը, թեկուզ դեմքի կամ գլխամաշկի կամ պարանոցի կապ չունի, հրաշալի կերպով վերացնում է ակնեից առաջացած բշտիկները։ Հաջորդը թեփն է։ 4 շաբաթ անընդմեջ կիրառելով թեյի ծառի յուղի հիմքով պատրաստված գլխամաշկի շամպույնը կարող է դրական ազդեցություն ունենալ, եթե դուք տառապում եք թեփով գլխամաշկի։ Ցանկացած տիպի թեփ բուժելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է խորհրդակցել մաշկաբանի, այնուհետև կոսմետոլոգի հետ, հետո նոր ընտրել շամպույնները, որովհետև խանութներում Երևանի, ինչպես նաեւ մի շարք այլ դեղատներում կան եւ լավ եւ վատ արտադրանքներ, սակայն ես ձեզ խորհուրդ կտամ օգտվեք միայն բարձրորակ խնամքի միջոցներից։ Կապ չունի դա կլինի գլխամաշկի համար նախատեսված շամպույն, թե դեմքի համար լվացման գել։ Եվ վերջինը, սիրելի հետևորդներ, ոչ լոտություն։ Այո, հնարավոր է, որ որոշների համար սա լինի բացահայտում, սակայն համատեղելով թեյի ծառի յուղը լավանդայի յուղի հետ, այն հրաշալի կերպով սպանում ու վերացնում է եւ ոչիլները եւ անիծները գլխամաշկի վրայից։ Կողմնակի երևույթներից միայն կարող է լինել ալերգիկ ցանցանավորում եւ ծակծկոց, եթե իհարկե տվյալ պացիենտը ունի թեյի ծառի յուղի հանդեպ անտանելիություն, իսկ եթե ոչ, ապա գրեթե կարելի ասել, որ հակացություններ չունի, բայց այնուամենայնիվ առաջնորդվում եք պարտադիր մասնագետի հետ խորհրդակցելուց հետո։ Թեյի ծառի յուղի մասին ինֆորմացիան այսքանն էր, սիրելի հետևորդներ, լավ մնացեք, իսկ մենք դեռ էլի հանդիպելու ենք։